Իրանի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի բոլորի հետ աշխատելու ենք, որովհետև TRIP-ը գլոբալ նախագիծ է եւ գնալով այդ նախագծի արժեքն ու նշանակությունը մեծանալու է։ Այս մասին կառավարության ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք էլ ուզում ենք րոպե առաջ սկսել դրա իրականացումը, րոպե առաջ։ Ինչքան հասկանում եմ, ամերիկյան կողմն էլ է դա ուզում, հիմա պետքա ընթացակարգերը նորմալ ապահովենք, որպեսզի հույս ունեմ այս տարվա մեջ աշնանը արդեն գետնի վրա առաջին աշխատանքները իրականացվեն։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Մյուզեում։ Հա, իմիջիալոց։ Շատ կարևոր է, որ TRIP նախագծի ոչ ուղղակի նախագծի շրջանակներում չէ, բայց այդ գործընթացը իրականացնելու արդյունքում մենք Պարսից ծոցից Սև ծով երկաթուղին ենք բացելու։ Եվ Հայաստանի եւ Իրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Իրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական հնարավորությունները էականորեն ընդլայնվելու են։ Այսինքն այս դետալները հաշվի առնելով TRIP նախագծի իրականացումը անկեղծորեն եւ ուղղակիորեն բխում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության շահերից։ Սահմանազատման հետ կապված այն, ինչ տեղի է ունենում հրապարակային կոմունիկացվում է, այսինքն եթե պաշտոնական հաղորդագրություն չի եղել, նշանակում է կարևոր նոր զարգացում չկա, ասել է վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է սահմանազատման գործընթացը։ Այդ խնդրի լուծման երկու տարբերակ կա։ Տարբերակ 1, որ տարածքը որևէ անկլավի կամ էքսկլավային կամ անկլավային կարգավիճակով մնում է, շարունակում է մնալ այն երկրի տարածք, որին դե յուրե պատկանում է, կամ մենք պայմանավորվում ենք եւ տարբերակներից մեկը օրինակ այդ համարժեք տարածքները սահմանի երկայնքով համարժեք տարածությամբ, այսպես ասած, փռում ենք կամ կոնկրետ տեղանքներով իրականացնում ենք փոփոխություններ։ Այսինքն դրա պրոցեդուրաներն են նախատեսված եւ Հայաստանի օրենսդրությամբ եւ սահմանադրությամբ սահմանված կարգով մենք պետքա բան անենք, պետքա այդ թեմային անդրադառնանք։ Իմիջիալոց ուզում եմ ասել, որ հետեւյալ խնդիրը կա, նաեւ ուզում եմ ուշադրություն հրավիրել, ես օրինակ այդ նրբությունը չէի նկատել, բայց աշխատանքի ընթացքում այդ նրբությունը նկատեցի, որ օրինակ Ադրբեջանի դրամի եւ անձնագրի քարտեզների մեջ Արցվաշենը որպես անկլավ արձանագրված է։ Սա շատ կարևոր նրբություն է։ Սա շատ կարևոր նրբություն է եւ կարծում եմ մենք էլ պետք է հայելային նույն մոտեցումը ցուցաբերենք, որպեսզի Ալմաթայի հռչակագրով համապատասխան քարտեզների նկատմամբ ճշգրիտ վերաբերմունք ցուցաբերենք, որովհետև դա է բխում այն պայմանավորվածություններից եւ նախաստորագրված համաձայնագրի տեքստից, որը մենք ոչ միայն ստորագրել ենք, այլև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից այն փաստացի ընտրություններով արժանացել է հավանության։ Ճեպազրույցի ժամանակ վարչապետն անդրադարձել է նաև դիտարկմանը, թե Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի փաստերը եղել են նաև նախկինում, բայց չեն օգտագործվել, իսկ այժմ դրանք որպես մահակ օգտագործվում են ընդդիմադիրների դեմ։ Նախընտրական իմ խոստումները կհամարեմ իրականացված, եթե ինչպես եւ խոստացել եմ, ամբողջ թալանված է բոլորի հատիկ միջև վերջ հետ բերվի եւ տակը մնա այն, ինչին որ ձեզ հայտնի շրջանակները արժանի են։ Այդ ժամանակ կհամարեմ, որ իմ նախընտրական խոստումը կատարված է։